երկար խոսելու ընդհանրապես, միայն նշեմ, որ Ռեալ Մադրիդը մրցում էր սեփական արկի տակ Ժիրոնայի հետ, մի խաղում, որտեղ կարող էր շատ հանգիստ հաղթել, բայց մսխեց իր բոլոր հնարավորությունները, Կիլիան Մբապեն աչքի ընկավ նորից տարօրինակ ինչ-որ գործողություններով, որոնց անդրադառնալ ուղղակի չեմ ցանկանում եւ կարծում եմ Ռեալի աստղերը վերջին երկու խաղում տոտալ տապալել են, հատկապես Կիլիան Մբապեն եւ Մբապեից բոլոր սպասելիքները Բավարիայի հետ խաղում են Ռեալ Մադրիդի երկրպագուներից եւ հիմա դնել եւ քննարկել թե ինչու է Կիլիան Մբապեն անհասկանալի որոշումներ կատարում, որոնցից մեկը օրինակ խաղի ընթացքում, երբ որ պետք է ցախ ոտքով արվածի, բայց չգիտես ինչու աջ ոտքով է արվածում, կամ շատ հարմար դիրքում գնդակ է ստանում, բայց ուղղակի չի ցանկանում գալ դեպի գնդակը եւ կրունկով հետ է փոխանցում, կամ մսխում է բոլոր իր հնարավորությունները։ Արդարության համար պետք է նշեմ, որ Ռեալը արժանի չէր այս խաղում, այսպես ասած, չհաղթելու, որտեղ ունի շատ պայեր եւ առաջի խաղակեսում եւ երկրորդ խաղակեսում շատ հետաքրքիր գիրոներ էր անցկացնում, բայց մսխում էր այդ պայերը, նաեւ արդարության համար նշեմ, որ խաղի միակ գոլը, որը խփեց խաղի 51-րդ րոպեին Ֆեդե Վալվերդեի կողմից Բրայան Դիասի փոխանցումից հետո դարպասապայի սխալն էր, որքան էլ արվածը ուժեղ էր։ Արդարության համար նշեմ, որ պատասխան գոլը շատ գեղեցիկ էր Լեմարի կողմից, նշեմ, որ Ժիրոնան հիմնականում պաշտպանվում էր եւ երբեմն սուր գրոներ էր ունենում եւ առաջի խաղակեսում ուներ լավ պայեր եւ երկրորդ խաղակեսում եւ նաեւ նշեմ, որ խաղավերջում իհարկե Ռեալ Մադրիդը պետք է ստանար 11 մետրանց, որտեղ կարող էր խաղալ Կիլիան Մբապեի նկատմամբ, բայց իսպանացի մրցավարները նորից արեցին այն, ինչ սովորաբար անում են, չնկատեցին ամենանկատելի։ Այսքանը Ռեալ Մադրիդի հետ կապված, Ռեալ Մադրիդը ոչ ոքի խաղաց, արդեն Մալյորկայի խաղից հետո, երբ նրանք իրենց բոլոր շանսերը կորցրել էին, որոշեցին վերջնական հաստատել, այսպես ասած, Բարսելոնայի ապագա չեմպիոնությունը, որտեղ